Ինչ եք պատրաստում Առայժմ սպասում ենք մնացած գործողություններին։ Ձեր պահանջը այստեղ հավաքվել։ Մեր պահանջը մեր աշխատանքի օրերն ենք ուզում իմանանք հստակ եպա, անհանգիստ վիճակը, կոնկրետ հստակ բան է մեզի պետք որ իմանանք։ 10 օրից ավել արդեն։ Ինչ եք նախադասում, ինչ եք պատրաստում անել։ Ընթացքը ցույց կտա։ Ոնց որ բոլորը։ Պլաններ կան արդեն։ Դες պլաններ չկան։ Այս պահին ինչ եք անելու, որ հավաքվել եք այստեղ։ Դե ուզում եք մեր ձայնը բարձրաձայնեք։ Ապարակնքելա կամ մեր հարցին պատասխանը, մեր աշխատավարձները ով է տալու։ Մենք մեր ղեկավարությանը հարց ենք տալու, մեր ղեկավարությունը հստակ չի կարող մեր հարցին պատասխանել։ Մեր աշխատավարձների հարցերը ով է լուծելու։ Թողան ասեն, ով է տալի, ով աշխատավարձ է տալու մեզ, թող աշխատավարձը տանենք մեր հարցերը լուծենք։ Այսինքն ինչքան կարելի է շարունակվի։ Երկար ժամանակ եք աշխատում։ Ну, մի 5 տարի կլինի։ 5 տարի կլինի, 5 տարվա ընթացքում ես հենց դեպք չեմ հանդիպել, որ սենց լինի։ Աշխատավարձի ուշադրություն։ Вообще ոչի բան չի ելը։ Հիմա արդեն պետք է սա կոմունալ բան վճարած լինենք մենք։ Խնդրեմ բոլորով բարձրանք ճամփեն մենք ոստիկաներից ոչ մի հարց պատասխան չունենք։ Ով է մեզի պատասխան տալ։ Թողան մեր հարցին պատասխանի։ Կարանք բարձրանք հարգելի լրագրող վերև։ Մեկը ես 13 թվից տեղ եմ աշխատում, 18 թվից Վարչով ապրում եմ։ Ու ես գործարանի աշխատելու իմ հաշվին ես գործարանի շնորհիվ ես 18 թվից Վարչը ոչ մի օր չեմ ուշացրել, իմ կոմունալներ ամեն ինչը ժամանակին մուծել եմ, վարկերը բանը։ Մենք ուրիշ բան չենք պահանջում։ Հիմա եկավ կոմունալները մուծելու վախտնա Վարչով էլ ապրում եմ։ Հեսա տանտիրոջ ես ինչ պետք է պատասխանեմ, զանգելու ասի դուս արի։ Երկու անչափահաս երեխա ունեմ, տան միակ աշխատողը ես եմ։ Ձեր աշխատանքն էլ է վտանգի տակ այս պահին, դրա մասով ինչ կասեք։ Դե աշխատանքը ախր կոնկրետ բան չեն ասում, եթե կոնկրետ ասեն, որ օրինակ աշխատանքը չի լինելու, էդ էլ չեն ասում, եթե ասեն գոնե մենք իմանանք ինչ անենք։ Ոչ մի հստակ պատասխան չեն տալի, ում դիմում ենք, սաղ էլ ասում են չգիտենք, տեղյակ չենք, ոչ մեկ հստակ բան չի ասում։ Այսօր ումից եք ուզում պատասխան ստանալ։ Ում դիմել ենք, սաղ էլ մեկը մեկի վրա են գցում պատասխանը։ Հիմա չգիտենք մենք ում դիմենք։ Ասել ասող մնում ամենակ վարչապետի հետ ենք, փորձենք հանդիպենք։ Դատախազություն, քննչական աշխատողների իրավունքները չեն խախտվի, վարչապետը այդպես բաներ է, որ աշխատողների իրավունքները կպահպանվեն։ Հիմի որ գործարանը փակված է, մենք ուզենք իմանանք աշխատողների իրավունքը ո՞նց է պահպանվելու։ Հիմի ինչ ալնելու մեր վիճակը, գործարանը բացվելու է, չի բացվելու։ Խնդրենք մեր վարչապետին դիմել էկոնոմիկայի նախարարությանը, թե ումը հրահանգեր մեզի պատասխան տան, բացվելու է հիմնարկը, փակ մնալու, ոնց անելու։ Մենք անորոշ վիճակի մեջ գալիս տեթում ենք ամեն օր։ Քանի օր անգործ եք։ 10 օրից ավել է։ Այս ընթացքում ում եք դիմել, որ ոչ մի արձագանք չեք ստացել։ Հեռուստաընկերություն, հա։ Հիմնականում քննչական կոմիտեի հետ եք։ Դες գիտենք այս հարցը արդեն որ քաղաքական է, մենք քաղաքականության մեջ չենք խառնվում, մեզ պետք է մեր գործարանը բացվի, բոլորս հետանք աշխատենք, ամեն մեկս օքսեր ունենք, ընտանիքներ ենք պահում, հազարում մի հարցեր կա։ Անորոշ վիճակի մեջ է, գոնե իմանանք, չենք իմանում, աշխատելու ենք, ոնց անելու, անորոշ ամեն օր գալի եթում ենք։ Մեզ պետք է որ իմանանք ինչ է ոնց է էլի։ Քանի օր է այսպես բողոքի ակցիաներ եք կազմակերպում։ Օրինակ այսօր ինչ եք անելու ի վերջո ձեր գործողությունները ո՞րն է։ Ամեն ինչ ուզում ենք սահմանների մեջ լինի։ Չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր զավոդը բացվի, մենք այդքան աշխատենք ուրիշ ոչ մի բան։ Ուղղակի ոչ մեկ չի լսում մեզ։ Այդքան բան։ Դե դա խնդիրը որ ձեզ հիմա ոչ ոք չի լսում։ Դե ներկայային էլ որ ոչ մի բան չենք ուզում օրենքից դուրս ինչ-որ մի բան անենք։ Մեզ պետք է մեր ոնց ասեմ ձայնը ինչ-որ միտեղ ասնի։ Մեզի պատասխան տա։ Արա ցեմենտը ոնց էր։ Բանից եկան կառավարության էկոնոմիկայի նախարարությունից եկան բացին աշխատին իրավական հարցերը ընթացքում սա եղավ։ Մի կանամերն է գան բացը մենք աշխատենք, այդ իրավական եթե ինչ որ գործընթացներ բան կա ընթացքում սա անում։ Դե մի չգիտենք էլ սկի ով է մեր աշխատավարձի հարցերը լուծելու։ Եկուց ամսի 18-ն է, վաղվանից սկսվում է արդեն կոմունալները։
թե ինչ ալնելու։ Դրանից հետո վարկերը։ Ամեն ինչը ես չափ կա, էլի սահման կա։ Քանի մարդ է աշխատում։ Մոտ 80 հոգի։ 50 հոգի աշխատում։ Կանայք են կան մեր։ Այո, երկու հոգի։ Չէ, ունենք 4-5 հոգի կանայք։ Դե ամեն մեկը մի ձև, իմի մեկը վարձով է մնում, մեկը անվարձ է մնում, իմի ամեն մեկը մի ձև իր ընտանիքը պահում էր հաստատ։ Ոչ մեկը դժգոհ չենք ելել, ես 23 տարի ստե աշխատում եմ։ Ես այսքան ժամանակ դժգոհ չեմ ելել։ Եթե դժգոհների հաստատ ստե չի աշխատում։ Քաղաքական եթե տեսնեք ես ամեն ինչ։ Դե ամեն ինչ էլ կա։ Ուղղակի մենք չենք խառնում այդ քաղաքական շոյի բանը։ Այսի մեր աշխատանքը լինի, մենք այդքան աշխատենք, թե իրանք իրենց հարցերը լուծեն։ Այստեղ իրականում մենակ մենք այս 70-80 հոգին չենք դժվաց էլի։ Դժվաց են մի քանի տասնյակ հաճախորդներ, դժվաց են մի քանի 100 շինարարներ, որ զավոդը փակ պահելու պատճառով հարյուրավոր մարդիկ են, անցած բարակ մնացել։ Մենակ մենք չենք։ Զավոդից դուրս էլ այստեղ հետ կապ ունեցող մարդիկ էլ որպեսզի քարը գնեն, տանան շինարարություն անեն չեն կարող։ Նա լավը պարտանալու բան ունենք, որ Հիսուս Քրիստոսի արձանը պետքա սարքվեր մեր Հայաստանի Հանրապետությունը պարտանալու տեղ ուներ։ Իսկ այսօր էդի կային էրա։ Գոնե խնդրում ենք կամ պահանջում ենք, ոնց գա հասկանում։ Գոնե բացեն այդ արձանը սարքենք, պրծնենք, դրանից հետո թողան նորից պատեն։